Սամվել Կարապետյանը ինչին էր պետք մտնել քաղաքականություն։ Ես կարծում եմ, որ իրեն պետք չէր։ Կարծում եմ իրեն պարտադրել են այդ գործն անի։ Քանի որ Ռուսաստանը պատրաստել է, տեսեք Քոչարյանը չկարողացավ այդ գործն անել այն ժամանակ, որ կարող էր մեր մի քանի մարդկանց մեջտեղ գցեցին քաղաքականագետ եւ այլն, նրանք չկարողացան, հետո կրոնին մեջտեղ բերեցին, կրոնական օգնություն խնդրեցին, որ Քոչարյանը նախապես ասել էր, եթե չհաջողենք, մենք եկեղեցուն էլ կներառնենք այս շարժման մեջ, եւ ներառեցին, այն էլ չհաջողեց, վերջին ասը այսպես ասած այն էր, որ իրենց ամենահարուստ մարդներուց մեկին ուղարկեն Հայաստան, որ այս գործը գլուխ բերի, եթե այս գործը չհաջողի, Սամվել Կարապետյանի ունեցվածքը վտանգի տակ է Ռուսաստանում, քանի որ նրանց պատվերը չի կարողացել կատարել։ Կապ չունի, եւ նույնիսկ ասեմ իր կյանքը կարող է վտանգի տակ լինել այնտեղում։ Իսկապես իրավիճակը այդքան լուրջ է։ Ռուսաստանը գիտեք ինչպես է հաշվեհարդարանում Նովիչուկ եւ այլն, ասենք մատ ասեղով մեկը հանգարցակի տեսնես մահանում է, որ իրենց գործը չի, իրանց ասածը չէր արել։ Սամվել Կարապետյանը կարող է այդտեղ չլինի, կարող է ունեցվածքը ձեռից առնեն եւ ասեն համեցեք գնաք Հայաստան վերադարձի, որտեղից որ եկել է իր։ Այսինքն կարելի է ենթադրել, որ Սամվել Կարապետյանը այս պարագայում նաեւ երջանիկ է, որ Հայաստանում է։ Ես կարծում եմ, որ շատ ուրախ է, որ այս րոպեն Հայաստանում է, որտեղ իրան համար ավելի շատ դժվար կլիներ Ռուսաստանում լինել այս անհաջողությունից հետո։